Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25 թվականի բյուջեն կազմել է շուրջ 1 միլիարդ 191,2 միլիոն դրամ, որը ըստ էության իրենից ներկայացնում է հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծությունը։ Հանձնաժողովի 25 թվականի փաստացի ծախսը կազմել է 1 միլիարդ 102,7 միլիոն դրամ կամ հաստատված բյուջեի 92,6%-ը, հաստատված բյուջեի և փաստացի ծախսի տարբերությունը կազմել է 88,5 միլիոն դրամ կամ հաստատված բյուջեի 7,4%-ը։ Վերոնշյալ գումարը վերադարձվել է պետական բյուջե։ Հանձնաժողովի հաստատված բյուջեի 78,8%-ը կազմել է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները, 13,8%-ը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ ծախսերը, իսկ արդեն ասացի 7,4%-ը չիրացված մասը վերադարձվել է պետական բյուջե։ 25 թվականին հանձնաժողովն ապահովել է 11 միլիարդ 483,3 միլիոն դրամի չափով պետական տուրքերի, հարկային և այլ եկամուտների մուտքեր ՀՀ պետական բյուջե, որից 1 միլիարդ 191,1 միլիոն դրամը կազմել են կարգավորման պարտադիր վճարները։ 25 թվականի ընթացքում հանձնաժողովը ընդունված կարգի համաձայն վերանայել է 25 թվականին տարեվերջին վերահաշվարկել է սակագնային կարգավորման ենթակա արտադրող խոշոր կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի և հզորության և ծառայությունների մատուցման սակագները, ինչպես նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժան և վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայությունների մատուցման սակագները։ Միևնույն ժամանակ էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման արդյունքում սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել և դրանք մնացել են անփոփոխ։ Նույնը գազի համակարգում 25 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագները։ Միևնույն ժամանակ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել և այստեղ դրանք ևս մնացել են անփոփոխ։ Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասով էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն ապահովվել է նոր մրցակցային մասնակիցների մուտք էլեկտրաէներգետիկական համակարգ, մասնավորապես 25 թվականի արդյունքներով շուկայի մրցակցային հատվածում գործունեության լիցենզիա են ունեցել 32 մատակարար, որից 12-ն ակտիվ գործունեություն են իրականացրել շուկայում, 9 մեծածախ առևտուր իրականացնող անձ, թրեյդեր, 216 մրցակցային էլեկտրակայաններ, այդ թվում միկրոէներգոարտադրողներ, բացի այդ գործել են 45 որակավորված սպառողներ։ Մրցակցային հատվածում սպառվող էլեկտրական էներգիայի մասնաբաժինը 22 թվականի կազմել է 5,3%, 23 թվականին 20,1% և 24 թվականին 27,8%-ի համեմատ կազմել է 33,2%, ընդ որում 25 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում ամրագրված նպատակային 30% ցուցանիշը գերազանցվել է 3,2%-ով։ 26 թվականի փետրվարի 1-ից նախատեսվում էր շուրջ 212 նոր սպառողների մուտք ազատական շուկա, տարեկան ընդամենը շուրջ 360 միլիոն կՎտ սպառման ծավալով, սակայն բաշխողի կողմից մեծաքանակ հաշվիչների փոխարինման գործընթացի, ինչպես նաև նշված հաշվիչների շուկայի կառավարման ծրագրում մուտքագրման աշխատանքների առավել արդյունավետ և օպտիմալ իրականացման նպատակով 26 թվականի փետրվարի 1-ից մեկական տարով հետաձգվել են մրցակցային շուկա սպառողների համար սպառման պարտադիր մուտքի ժամկետները։ Արդյունքում 26 թվականին մրցակցային շուկայում սպառման էլեկտրական էներգիայի մասնաբաժինը կմնա անփոփոխ, իսկ 27 թվականի համար նշված ցուցանիշը կանխատեսվում է հասցնել շուրջ 38%-ի։ Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործվող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի թիրախային ցուցանիշների մասով 25 թվականի համար
մինչև 30 մեգավատ հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժնի նպատակային ցուցանիշը նախատեսվել էր 18%, սակայն 25 թվականի փաստացի արդյունքներով նշված էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է շուրջ 2 միլիարդ 335,4 միլիոն կիլովատ-ժամ, ներառյալ ինքնավար էներգոարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառված էլեկտրական էներգիան, որը տոկոսային արտահայտությամբ էլեկտրական էներգիայի արտադրության նկատմամբ կազմում է 23,3%, կանխատեսվածի նկատմամբ 5,3 տոկոսային կետով ավել։ Այսինքն կանխատեսել էինք 18%, բայց փաստով ստացվել է 23,3%։ Վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգետիկ անկախության ապահովման առումով տարեցտարի առավել նշանակալի է դառնում ինքնավար էներգոարտադրության բաղադրիչը։ Ոլորտի զարգացման մեկնարկային ժամանակահատվածում 2016 թվականին Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքեր են իրականացրել 16 ինքնավար էներգոարտադրողներ էլեկտրակայանների 0,2 մեգավատ ընդհանուր դրվածքային հզորությամբ։ Մինչդեռ արդեն 25 թվականի ավարտին ինքնավար էներգոարտադրողների քանակը կազմել է 50,059, որոնց էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունը կազմել է 640,1 մեգավատ, ընդ որում միայն 25 թվականի ընթացքում ինքնավար էներգոարտադրողների քանակը ավելացել է 18,810-ով, որոնց գումարային հզորությունը կազմում է 220 մեգավատ։ Թիրախային ցուցանիշների մասով Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրերին համաձայնություն տալու շրջանակում հանձնաժողովն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշների նկատմամբ սահմանել է թիրախային ցուցանիշներ, որոնք ընկերությունը պարտավոր էր ապահովել համապատասխանաբար 2025 և 2028 թվականներին։ 25 թվականի փաստացի արդյունքներով բաժանորդների հոսանքազրկումների միջին տևողության և հաճախության, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տևողության և հաճախության ցուցանիշները չեն ապահովել ներդրումային ծրագրով 2025 թվականի համար սահմանված թիրախային ցուցանիշները։ Մասնավորաբար, 25 թվականի արդյունքներով բաժանորդների հոսանքազրկումների միջին տևողության փաստացի ցուցանիշը կազմել է 849,09 րոպե բաժանորդ, ծրագրով սահմանված 666,76 րոպե բաժանորդ նպատակային թիրախային ցուցանիշի փոխարեն։ Բաժանորդների հոսանքազրկումների միջին հաճախության փաստացի ցուցանիշը կազմել է 8,9 հոսանքազրկում բաժանորդ, ծրագրով սահմանված 6,63 հոսանքազրկում բաժանորդ նպատակային թիրախային ցուցանիշի փոխարեն։ Թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տևողության փաստացի ցուցանիշը կազմել է 679,84 ժամ բաժանորդ, ծրագրով սահմանված 587,08 ժամ բաժանորդ նպատակային թիրախային ցուցանիշի փոխարեն, իսկ թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին հաճախության փաստացի ցուցանիշը կազմել է 3,79 լարման շեղում բաժանորդ, ծրագրով սահմանված 3 լարման շեղում բաժանորդ նպատակային թիրախային ցուցանիշի փոխարեն։ Նշված թիրախային ցուցանիշները չապահովելու արդյունքում ընկերության սակագնային մարժայով փոխհատուցվող ներդրումների ծավալից սահմանված կարգով կկատարվեն նվազեցումներ։ Հեռահաղորդակցության մասով 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանձնաժողովի կողմից ռադիոհաճախականությունների տրամադրման մրցույթային, ինչպես նաև լիցենզիոն գործընթացների շրջանակում շարժական կապի օպերատորների նկատմամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրապետության բոլոր 1002 բնակավայրերում հասանելի է առնվազն 1 օպերատորի շարժական կապի 4G տեխնոլոգիայի ծածկույթը, առնվազն 2 օպերատորի շարժական կապի ծածկույթը անկախ կիրառվող տեխնոլոգիայի հասանելի է 971, այսինքն 97% բնակավայրերում, որից 941
բնակավայրում 4G տեխնոլոգիայով, իսկ 3 օպերատորների շարժական կապի ծածկույթը անկախ կիրառվող տեխնոլոգիայի հասանելի է 908 բնակավայրում, այսինքն բնակավայրերի 90.6%-ում, որից 838 բնակավայրում, որտեղ բնակվում է հանրապետության բնակչության 98%-ը 4G տեխնոլոգիայով։ Շարժական կապի ծածկույթը հասանելի է հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական ավտոմոբիլային ճանապարհների ավելի քան 95%-ում, ավելի քան 80%-ը 4G տեխնոլոգիայով։ Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում, ներառյալ Զվարթնոցի եւ Գյումրու օդանավակայանների եւ ինժեներական քաղաքի տարածքում հասանելի է դարձել բոլոր 3 օպերատորների շարժական կապի 5G տեխնոլոգիայի ծածկույթը։ Բարձրացվել են շարժական կապի բոլոր 3 օպերատորների կապի ցանցերի հուսալիության եւ անվտանգության մակարդակները։ ՀԱՊՀ Պոլիտեխնիկ ինստիտուտը, այսինքն Հայաստանի ճարտարագիտական համալսարանը, Viva Armenia փակ բաժնետիրական ընկերության կողմից հիմնվել է շարժական կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա, որը նպաստելու է հեռահաղորդակցության բնագավառի մասնագետների կրթական ծրագրերով մասնագիտացվող ոլորտի համար անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստման նպատակով։ Թերևս այսքանը, մնացածը հարցերի տեսքով կշարունակեմ պատասխանել։ Շնորհակալություն։